Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է նախատոնական տրամադրություններով։ Այո, նախատոն է, նախատոնական տրամադրություններ ունենք եւ ուզում ենք այդ առիթը օգտագործել եւ խորհուրդ տալ ձեզ ամանորյա սեղանը զարդարելու առումով մի փոքր մանրուքներ կամ մի փոքր նոր երևույթներ ավելացնեք ձեր ստանդարտ կամ արդեն ավանդական այդ գործողության մեջ։ Այս գործում հարգելի հեռուստադիտողներ այսօր կօգնի մեզ իմ հյուրը, իսկ իմ հյուրն է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, Օլիվիա ռեստորանի ավագ խոհարար, մեր լավ բարեկամ Յոհաննա Արաքելյանը։ Ողջույն Յոհաննա ջան։ Ողջույն պարոն Օմլյան։ Ինչպես են գործերը եւ ինչպես է տրամադրությունը։ Շատ ուրախ, քանի որ հյուրընկալել ենք ձեզ եւ միշտ ուրախ եք դրա համար։ Ապրես դու նախաբանում լսեցիր թե ինչ մտադրություն ունենք այսօր։ Ինչով ենք մենք մեր խորհրդով օգտակար լինելու մեր հասարակության տոնական ուտելիքներին, այո։ Ինչ ենք պատրաստել։ Կցանկանամ հեշտացնել մեր տանտիրուհիների աշխատանքը, որպեսզի օրերով, շաբաթներով չաշխատեն, այ աշխատեն մի փոքր րոպեներ, ժամեր եւ գեղեցիկ ուտելիք ունենան։ Թող աշխատեն միշտ, բայց չմտածեն թե ինչպես անեն, այո։ Աման, տեսնես, խնամիներս գան ինչ պիտի դնենք սեղանին, տեսնես։ Եվ ավելի շատ նախուտեստային ուտելիքներ ենք այսօր առաջարկում, քանի որ պարզապես ուզում ենք, որ նրանք լինեն թարմ։ Այո։ Եվ չմտածենք, որ մեր կերած ուտելիքից հետո թե ինչ պետք է լինի մեզ հետ, այ թարմ նույն տեղում պատրաստված նույն ժամանակին։ Այո, թարմ, եւ մատուցենք եւ արագ եւ հեշտ եւ բոլորիս համար ավելի։ Այո։ Այսօր ընտրել ենք հայկական իշխանի փափկամիս, ապխտած սառը տարբերակով եւ նորույթ է մեզ մոտ։ Քանի որ վաղուց էինք սպասում, որ մենք ունենայինք մեր հայկական ձկի ապխտած միսը, չօգտագործեինք ուրիշ երկրների եւ շատ համեղ է։ Ես անձամբ եմ փորձել եւ այսօր կառաջարկեմ մեկ գեղեցիկ նախուտեստ։ Շատ լավ։ Այստեղ տեսնում եմ ձկան փափկամիս, ունենք խաշած ձու, այստեղ ունենք պանիր, սերուցկային պանիր, կարող ենք օգտագործել կատնաշոր նաեւ թթվասերի հետ։ Սվող ինչ որ մի բան, որպեսզի եւ օգտագործելու ենք տարբեր տեսակի կանաչեղեն, ձևավորելու, գեղեցկացնելու մեր ուտեստը։ Լավ տրամադրությունը միշտ պիտի ուղեկցինես։ Եվ պատրաստելուց եւ հետո ուտելուց։ Այո։ Ինչ կարող եք գնացինք։ Այստեղ խնդրեմ ափսեն։ Ափսետալ, պարոն Մամուլյան, որտեղ ես Իսկ ես ինչ։ Իսկ եթե ինձ ուզենաք օգնել, կարող եք կտրատել մաղադանոս ինձ համար։ Մաղադանոս ես արդեն տեսնում եմ, որ դու շատ ես սիրում մաղադանոս։ Մի քանի հանդիպումների ժամանակ դու միշտ մաղադանոսը գերադասել ես։ Ինչու՞, որովհետև նա շատ առողջարար է։ Այո։ Եվ համեղ։ Եվ համեղ եւ գեղեցիկ։ Եվ գեղեցիկ։ Մանր պիտի կտրատենք։ Այո, մանր կտրատում ենք մաղադանոս։ Ես բոլոր կանաչիներն էլ սիրում եմ, պարոն։ Ձեր սերը փոխադարձ է եւ Աստված տա, որ գալիք տարվա մեջ բոլորս էլ այսպես սերը լավ պատուղներ տան։ Այո, մեկս մյուսից լավ կերակրատեսակների տեսքով։ Այո։ Այսպես նայեք հավասարաչափ փորձում եմ անջատել սպիտակուցը, այո, չվնասելով սպիտակուցը դեղնոցի։ Այստեղ մի փոքր մեր ձուն քիչ է եփած, բայց փորձենք։ Չենթարկվեց մեզ լիովին։ Եվ այստեղից վերցնում ենք պանիրը սերուցկային։ Եվ հեռացնում ենք դեղնոցները, որպեսզի խառնենք մեր սերուցկային պանիրին։ Այսպես։ Ես կվերցնեմ ձեր մաղադանոսից մի փոքր եւ այսպես կփորձեմ խառնել դեղնոցը սերուցքի հետ։ Ավելացնում ենք մի փոքր աղ։ Այո։ Մի փոքր կարմիր պղպեղ։ Հարգելի հեռուստադիտողներ, թող կարծիք չստեղծվի, որ մենք ուզում ենք զերծ պահել մեր հայկականություն, այսինքն մանավանդ ծիսական կերակուրներից, խորհուրդ տամ, որ տարեհացը պարտադիր լինի բարեկամներ, գիտենք դա ինչ հաց է, թեթև քաղցր, այդպես խմորից պատրաստված, բայց ամենակարևորը, որ այնտեղ թաքցված է մետաղադրամ կամ որևէ հատիկ,
Միշտ Բոլորի համար պատրաստեք, հետաքրքիր։ պահեք երազանք եւ ում կընկնի այդ հացի կտորը, տարեհացի եւ որտեղ կլինի թաքցված այդ մետաղադրամը, նրան անպայման պիտի այս տարվա մեջ սպասե ուղեկցի հաջողությունը։ Այստեղ պետքա կտրատել, արդեն պատկերացնում եք, ուզում եմ պատրաստեմ իմ ափսեն, որպեսզի գեղեցիկ մատուցենք մեր նախուտեստը։ Կտրատում ենք մանր, սա Պատահական թե ակամայից այսպես ստացվեց, մեր նախաբանում նշեցինք, որ խնամիներ հիշեցրինք, ինչ որ խոսք գնաց։ Այս կերակուր անվանենք խնամականչի նախուտեստ։ Եվ ցանկանանք, որ գալիք տարվա մեջ շատ առիթներ լինեն խնամիանալու ամուսնությունների եւ ծննդաբերելու եւ նոր ծննդների։ Այնպես որ թող տարին այդպես էլ սկսվի ու այդպես էլ շարունակվի։ Հարսանիքներով եւ երեխաների ծննդով։ Այո։ Իմ դիզայնի համար, այսինքն ես օգտագործում եմ այսպիսի ծովամթերքային գրիբիշկի հայերենում սնկիկներ են սրանք, իրենց կապարն է, այսպես ինքը մեզ կտա։ Կարող ենք ունել պլաստիկ տեսակը, ափսեներով կան այստեղ եւ փնտրում են։ Սրա մեջ մենք այո, քարաուս կտրատենք, թե այո, դիզայնն է։ Սի մի հատ շատ այսպեսի։ Ահա։ Եվ մեր զանգվածը, որը մենք արդեն պատրաստել ենք, այն ամենը ինչ առաջարկում ենք մենք կարող ենք ունենալ տանը կիսաֆաբրիկատ ձևով, տեսքով, խաշված ձու թող մնա համապատասխան ջերմաշանի տակ սառնարանում, պանիր ունենք եւ այլն։ Եվ արդեն կարող ենք օգտագործել ձուկը, այսպես նայեք, ինչ որ հետաքրքիր ձևով կարող ենք ոլորել։ Այո, վաճառողուհու այն թղթից պատրաստված այդ տոպրակները։ Այո, եւ տեսեք մենք ունենք հաշվածու։ Այո։ Եվ սա էլ պետք է օգտագործենք։ Մենք կարող ենք այսպիսի մի այստեղ լցնելու ենք լոլիկ։ Այ այսպես։ Հիմա մենք եւ համեղ։ Այս նայեք սա նաեւ աղցանի դեր է կատարում այստեղ։ Մի թեթև պիտի աղա, մենք այո, վերջում։ Շատ քիչ։ Վերջում անպայման պարտադիր այ այսպես։ Ունենանք նաև դեղին գույն։ Այսպես կտրատում ենք բարակ շերտով կիտրոնը եւ արդեն ունենք դեղին գույն։ Ու այստեղ մենք կարող ենք այսպիսի մի հետաքրքիր կոմպոզիցիա։ Յոհաննա ջան, ինչ մաղթանքներ ունենք մեր հեռուստադիտողներին։ Նախ ասեմ շնորհակալ եմ, որ ձեր հյուրն էի, պարոն Մամլյան։ Ես այս տոնական օրերին շնորհավորում եմ մեր բոլոր հայ ազգին։ Մաղթում եմ երջանկություն եւ առողջություն, ձեզ էլ հաջողություն եւ մեզ բոլորիս։ Երջանիկ եղեք, շփտացեք բոլորին։ Շնորհակալություն, հարգելի հեռուստադիտողներ, ձեր անունից եւս մեկ անգամ շնորհավորեմ Յոհաննային, Յոհաննա ջան, ապրես, շնորհակալություն եւ գալիք տարին են շնորհավոր եւ տա Աստված որ կրկին միասին լինենք, երբ որ միասին ենք ուժեղ ենք եւ որ միասին ենք հաղթական ենք։ Իսկ ձեզ հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ որ գալիք տարին բոլորիս համար լինի հաղթական։ Հաղթական լինի բոլոր բնակավարներում, մեր աշխատանքի մեջ, մեր ընկերական հարաբերություններում մենք միշտ լինենք հաղթական, մենք լինենք հաղթական որպես ազգ եւ ընդհանրապես երբեք չխուսափենք պայքարից եւ երբեք տրամադրություններից մեջ նշույլ անգամ գաղթելու եւ հայրենիքը լքելու մի փոքր նշույլ անգամ չլինի։ Գալիք տարին բոլորիս համար թող բարեբեր լինի եւ գալիք տարվա մեջ թող բոլորս
բոլորս ունենանք երջանկության պահեր։ Այսքանն էր այսօրվա համար հարգելի հեռուստադիտողներ, ինչպես միշտ հրաժեշտից առաջ ուզում եմ, որ լինենք առողջ ու երջանիկ, ասք սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ոչ լերուկ։ Նախուտեստ խնամականջ, ձկան ֆիլե 70 գրամ, խաշած ձու 1 հատ, սերուցքային պանիր 20 գրամ, մաղադանոց մի քանի ճյուղ աղ, բարյախորժակ։